Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն հարգարժան տիկնոյք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Անցած շաբաթվա ընթացքում միջազգային լրահոսը լի էր հաղորդագրություններով, տեղեկատվությամբ եւ ապատեղեկատվությամբ, կամա թե ակամա, այսպես ասենք, կապված Միացյալ Նահանգներ Ուկրաինա, Միացյալ Նահանգներ Ռուսաստան երկխոսության վերաբերյալ տարբեր հաղորդագրություններով բացի դրանից Միացյալ Նահանգների ներսում բավականին բուռն ներքաղաքական գործընթաց է տեղի ունենում Միացյալ Նահանգներում ոչ միանշանակ են ընդունում ընդհանրապես քաղաքական առաջնահերթությունների փոփոխությունը եւ կա ներքաղաքական հակասություններ, բախումներ, գաղափարական եւ գործնական եւս եւ այս ամենը չի կարող իր հետքը չթողնել Միացյալ Նահանգների քաղաքականության վրա եւս Դոնալդ Թրամփը եւ իր վարչակազմը միջազգային ինտենսիվ կոնտակտների մեջ են տարբեր երկրների առաջնորդների կամ առանցքային պաշտոնյաների հետ եւ այդ կոնտակտների արդյունքն էլ այն է որ ոչ թե եղած հարցերին պատասխաններ են ստացվում այլ ավելի շատ նոր հարցեր են առաջանում եւ այս ամենը իհարկե չի կարող չանդրադառնալ նաեւ մեր տարածաշրջանի վրա Զուգահեռաբար մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ավելի ուժգին է դարձնում իր հիբրիդային հարձակումները գրեթե բոլոր ուղղություններով եւ Հայաստանն այդտեղ բացառություն չէ։ Բավական է որպես այսպես ցուցիչ ուղղակի հետևել Գյումրիում ընթացող ընտրարշավին եւ մենք կտեսնենք, որ թվում է թե տեղական ընտրություններ, բայց խոսում են Թրամփից, չգիտեմ, Վարդան Մամիկոնյանից, Տիգրան Մեծից, Պուտինից, ռուսական բազայից, դրոշակից, ռուսական կամ դրոշակից, ինչպես այդ հակահերոսներից մեկն է ասում, այնուամենայնիվ, ունենք այն ինչ ունենք եւ փորձենք հասկանալ։ Մի այսպես համալիր ձևով այս ամենը դասավորելով մեկ համայնապատկերի մեջ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել տեսակապով Միացյալ Նահանգներից մեր տաղավար մի հարգարժան հյուրի, ում սիրով ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրն է Միացյալ Նահանգների Նևադայի համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների հարցերով Փորձագետ Ներսես Կոպալյանը, ողջույն պարոն Կոպալյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերքի համար։ Պարոն Կոպալյան, մենք մեր նախորդ հանդիպումը եթերում եղավ այն ժամանակ, երբ դուք նաև Վաշինգտոնում էիք։ Այդ օրերից մինչև այսօր, ինչպես ասում են, արդեն նաև շատ ջրեր են հոսել եւ սկսենք նրանից, թե Միացյալ Նահանգների ներսից գանք, այդ ամենը հետևելով այն ամերիկյան մոտեցմանը, որ Ամերիկայի բոլոր քաղաքականություններն են ներքին, հենց գանք այսպես բազային իրավիճակ ֆիքսել փորձենք։ Ձեր գնահատականը ինչ է կատարվում, ուր է գնում, ինչպիսի միտումներ են, որից հետո նոր անցնենք դրա հնարավոր արտաքին քաղաքական պրոյեկցիային։ Համեցեք։ Ներքին քաղաքական ներկայիս իրավիճակը իսկապես թույլ է տալի, որ Թրամփի վարչակազմը կիրառի այն հայեցակարգը, որ իրենք երկար ժամանակ նշել էին, որ իրենց համար առաջին նպատակը դա հիմնված է իմիգրացիայի հետ այն խնդիրները, որ Միացյալ Նահանգները ունի, եւ իրենք այսինքն օգտագործում են
օրենքները մի թեփք ասում է շատ չոր եւ կոպիտ ձևի եւ մյուս թեփքը ասում է որ օրենքը թույլ է տալի եւ իրենք պետք է այս հարցը լուծեն որովհետեւ 20-30 տարի է այս իմիգրացիայի հարցը չի լուծում այսինքն ներկայիս Թրամփի վարչակազմը համարում է այդ խնդիրը անվտանգության խնդիր սահմանների հետ կապված իրենց ապահովության խնդիր եւ այդ առումով իրենք ահագին ռեսուրս են կիրառում որ այդ հարցը լուծեն բնականաբար այդ խնդրի հետ այդ պահի հետ տեսնում ենք որ մարդկային իրավունքների դիսկուսիա է առաջանում ահագին բանավեճ է լինում որ քաղաքացիների սահմանադրական իրավունքները կոտնահարվեն թե չեն ոտնահարվում եւ նույն ժամանակ այն մարդիկ որ քաղաքացի չեն բայց նույն ժամանակ Միացյալ Նահանգների սահմանադրական դատարան ասել է որ իրենք իրավունքներ ունեն բայց այդ իրավունքները ոնց որ տեսնում ենք այդ թևի տեսանկյունից ոտնահարվում են այսինքն ահագին տեսնում ենք որ շատ սուր դիսկուրսիա է գնում հանրության եւ դիվանագիտական եւ տարբեր ակադեմիկ ոլորտներում որ ճանապարհով է գնում Միացյալ Նահանգները եւ այս քայլերը որ ներկայիս վարչակազմը վերցնում է եւ այն ռազմավարությունը որ իրենք իրարում են դա վնասելու է Միացյալ Նահանգների ժողովրդավարական կառույցներին ժողովրդավարական մշակույթին թե հակառակը որ սա ավելի ամրացնելու է ժողովրդավարական համակարգը որտեղ այդ մյուս թեպի տեսանկյունից 20-30 տարի անտեսել են երկրի օրենքները եւ թույլ են տվել որ իմիգրանտները եւ փոքրամասները չարաշահեն համակարգը եւ օգտվեն այսինքն սա է գլխավոր դիսկուսիան այդ առումով բայց տեսնում ենք որ իսկապես այս թեման արձագանք է ստանում միջազգային համայնքից, որովհետև Թրամփի վարչակազմը փորձում է սա ներկայացնել ոչ թե միայն ներքին քաղաքական խնդիր, այլ արտաքին։ Դա համար կապում է անվտանգության հետ, կապում է սահմանների հետ, կապում է Մեքսիկոյի հետ, Եվրոպայի հետ, Կանադայի հետ եւ այլն։ Եթե այսինքն ներկայիս պարզ չի, որ դա ինչ մակարդակի ազդեցություն է ունենալու արտաքին քաղաքականության հետ, բայց տեսնում ենք, որ հավանականություն կա, որ մի մակարդակի բացասական հարաբերություն կարող է ունենալ, որ այսինքն նամանավանդ նկատի ունեմ այն խնդիրները, որ տեսնում ենք Միացյալ Նահանգներ եւ Կանադա հարաբերություններ, եւ Միացյալ Նահանգներ եւ Դանիա հարաբերություններ, եւ բնականաբար եթե Դանիայի հետ խնդիրներ լինեն, որ ներկայիս մակերեսային են, բայց եթե դա խորանա, նույն ժամանակ դա խնդիրներ կստեղծի Եվրոպական միության հետ եւ այլն։ Նորից չենք հասել այդ կետին, բայց մտահոգությունը դա է։ Ինչ որ պատկանում է վերաբերում է տնտեսական քաղաքականության հետ, տնտեսական ծրագիրների հետ, դա իսկապես խնդիրներ է ստեղծում արտաքին քաղաքականության հետ կապված տարբեր ծրագիրներին, որտեղ գլոբալ առումով Թրամփի վարչակազմը ամբողջովին սառացրեց բոլոր ծրագիրները, որ Միացյալ Նահանգները ուներ։ Սա միայն նկատի չունենք USAID-ին, նկատի ունենք բոլոր ծրագիրներին, կլինի ռազմական առումով, կլինի կրթության առումով, մշակույթի առումով եւ այլն եւ այլն։ Եվ իրենք ասում են, որ մենք պետք է նորից հասկանանք վերջի 20-30 տարի ինչ է եղել, ինչ ռեսուրսներ են հատկացրել, ինչ ձևի է արվել եւ պետք է ամբողջովին վերահսկենք եւ վերաքննարկենք եւ դա բնականաբար ոնց որ դուք նշեցիք ներքին քաղաքական դաշտում նամանավանդ Միացյալ Նահանգների ներքին ինստիտուցիաներում մի մակարդակի կաոս է ստեղծվել այո որովհետեւ այն դասական բյուրոկրատները այն դասական ինստիտուցիայի ներկայացուցիչները եւ օֆիցիալները իրենք սովոր չեն աշխատել այս ձևի իրենք միշտ սովոր են տևական ձևի իրականացնել իրենց պարտականությունները բայց իրենք հասկանում են որ ներկայիս այս վարչակազմը առաջինը դրել է այս պատասխանատվությունը իրան դեմ եւ իրենք սպառնում են այդ թեմաներով եւ ոչ թե իրենց պատասխանատվություններով որ անցյալում միշտ իրենք արել են եւ դա բնականաբար դանդաղացնում է գործընթացը շատ ժամանակներ անորոշ վիճակ է ստեղծում եւ այսինքն այդ առումով տեսնում ենք որ ոչ թե Միացյալ Նահանգներում այսինքն անկառավարելի կաոս է հակառակը կառավարելի կաոս է որտեղ Թրամփի վարչակազմի աշխատել ձևը դա է եւ
Այս երբ որ քննարկում ենք այդ իրադարձությունները, տեսնում ենք, որ իսկապես կլինի միգրացիա առումով, կլինի անվտանգության առումով, կլինի տնտեսական առումով այդ թարիֆները, որ Թրամփի վարչակազմը Թրամփը կիրառել է Կանադայի դեմ, Եվրոպական միության դեմ, տարբեր ինդուստրիների, տարբեր ոլորտների վրա, դա բնականաբար հետևանք է թողելու։ Ներկայիս պարզ չէ, որ ակնհայտ չէ այդ հետևանքները ինչ են լինելու, եւ Թրամփը ինքը շատ հատկություն ունի, որ կարող է մյուս օրը հետ վերցնի, այսինքն այդ որոշումները։ Այդ առումով ինքը սիրում է, որ անորոշ վիճակ ստեղծի, որ մյուս երկիրները կամ իր քաղաքական ընդդիմությունը չհասկանան ինքը ինչ է անում, եւ դա ինքը փորձում է օգտագործել այդ անորոշության տիրույթը, որ ավելի հստակ ձևի կիրառի եւ առաջ տանի իր վարչակազմի հայեցակարգը եւ ռազմավարությունը։ Այդ առումով հետ կամ ձեր հարցին, այո, հավանականությունը կա, որ մի մակարդակի բացասական հետևանք սա թողելու է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հետ, նամանավանդ Եվրոպական միության հետ եւ այլ տարբեր երկրներ, որ երկար ժամանակ դաշնակից են եղել Միացյալ Նահանգների հետ։ Բայց այդ բացասական հետևանքը իմ կարծիքով մինիմալ է լինելու, որովհետեւ ոնց որ ես նշեցի, Թրամփը որ գիտակցում է, որ իր քայլերը լուրջ խնդիրներ են ստեղծում, ինքը շատ հետևի կարող է հետ կանգնի։ Մենք դա տեսանք այս երկու օրը Կանադայի հետ եւ այլն։ Այդ առումով ներկայիս, երբ որ արտաքին դրսից որ նայում են միացյալներին, ասում են այս անկայուն վիճակը ոնց է լինելու, այս կաոսը ոնց են կառավարելու, այդքան է բաց չի։ Այսինքն, եթե Թրամփի առաջին վարչակազմը նայենք, իրենց աշխատել ձևը հիմնված է այս տեսակի տրամաբանության եւ հանգամանքների վրա։ Պարոն Կոպալյան, հիմա մենք տեսնում ենք ուղղակի ակնհայտ է լուրջ ճգնաժամ Ամերիկայի եւ եվրոպացի դաշնակիցների միջև։ Նախ այդ Գրենլանդիայի հետ կապված պատմությունը կարծեք թե վերջ չունի եւ սա ուղղակիորեն գրգռում է դանիացիներին եւ ոչ միայն դանիացիներին, այլև բոլոր եվրոպացիներին, որովհետեւ սա չլսված, չտեսնված բան է, ես էլ չեմ խոսում Միացյալ Նահանգների որոշ Թրամփի կողմնակից մամուլի կողմից տարբեր որակումներ եւ այլն, որը եվրոպացիներին հասնում է եւ արժանանում հակադարձման, հա, ընդ որում բավականին կոպիտ ձևով եւ այսպես տեղեկատվական դաշտում կարծեք թե փոխհրաձգություն տեղի ունենա, դե գոնե տպավորությունս այդպես է։ Տեղի ունեցավ նաեւ հեռախոսային խոսակցություն Թրամփի եւ ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև, որում բավականին կոշտ ինտոնացիաներով եւ գերմանացիները կարծեք թե ուղղակի պատմական շրջադարձ են կատարում եւ որքան էլ որ Միացյալ Նահանգներում, հա, այսպես աճ եւ ձախ շեղումները ժամանակավոր լինեն, բայց Եվրոպան կարծեք թե հետ դարձի բոլոր կետերը հատել է այլևս։ Եվրոպան այլևս առաջվանը չի լինելու։ Այնտեղ ռազմավարական մտածողություն է փոխվում, մոտեցում է փոխվում, այնտեղ կազմակերպական նոր հարթություններ են մեջտեղ բերվում, հա, պաշտպանական, անվտանգային։ Ինչպես եք դուք հետ այսպես առաջիկա քայլերը եւ առաջիկա էֆեկտները տեսնում այսպիսի քաղաքականության, որովհետեւ առնվազն մինչեւ մյուս տարվա նոյեմբեր այս ամենը այսպես ընթանալու է, հա, այսպես ասենք։ Համոզեք։ Ասեմ, ես կարող եմ ասել, որ մի քիչ Եվրոպայի կողմից պանիկայի տրամաբանությունը մի քիչ չափազանցված է, եւ իրենց կողմից հասկանալի է, որտեղ անսովոր են, իրենք տեսնում են, որ վերջին 70-80 տարին Միացյալ Նահանգները ամբողջովին ապահովել է իրենց անվտանգությունը եւ ոնց կարող է ամենագլխավոր դերակատարը, որ ապահովել է տրանսատլանտիկ համակարգի անվտանգությունը, ներկայիս այս գլխավոր դերակատարը իրենց տեսանկյունից այս ձևի ապակառուցող
բանակցային քայլերի է գնում։ Այդ առումով իսկապես եվրոպացիք ցնցման շոկի մեջ է։ Բայց պետք է հասկանանք, որ Թրամփի տեսանկյունից եւ նորից այս թեման մենք շատ ենք քննարկել, որ ինքը դասական նախագահ չի, ինքը դասական դիվանագիտությունով չի զբաղվում, իր մոտեցումը տարբեր է։ Թրամփի տեսանկյունից այս Դանիայի խնդիրը, այդ չոր խոսակցությունը Գերմանիայի նոր ղեկավարության հետ եւ տարբեր եվրոպական երկրների նախագահների հետ, Թրամփի տեսանկյունից սա բանակցության մի մեխանիզմ է։ Այո, ինքը խնդիր չունի, այսինքն շատ չոր, կոպիտ եւ վիրավորական ձևի մոտիկանա յուրաքանչյուր երկրին կամ այդ երկրի նախագահի հետ, եւ բայց մոտարապես 1-2 ամիս հետո իր դիրքը փոխի, եթե տեսնի, որ այդ քայլերը արդյունք չեն բերում։ Այդ առումով, երբ որ եվրոպացիք նայում են սա որպեսի անընդունելի դիվանագիտական քայլ, այո, անընդունելի մոտեցում իրենց համար անհասկանալի է ոնց է կարող մենք լինենք այս ծևի մոտիկ դաշնակից երկիրներ եւ վերաբերմունքը մեր հանդեպ լինի այս ծևի Թրամփի տեսանկյունից իր վարչակազմի տեսանկյունից իրենք ամբողջ օղին տարբեր ձև են տեսնում իրենք ասում են որ կապ չունի որ մենք դաշնակից երկիրներ ենք խնդիրներ կա որ մեր շահերը հակասում է եւ այդ պատճառով մենք շատ չոր եւ կոպիտ ձև ենք մոտիկանալու հարցի շուրջ որտեղ այդ չոր եւ կոպիտ ձևը մեր համար բանակցության մի մեխանիզմ է այսինքն տրամաբանության տարբերություն է եւ ռազմավարության տարբերություն է բնականաբար արևմուտքի համար կամ այսինքն յուրաքանչյուրի համար որ սովոր է ոնց որ նշեցի վերջի 80-90 տարին ուրիշ ձևի հարաբերությունները լուծել եւ խնդիրները իրար հետ քննարկել այս ամբողջ ոլորտի համար այս Թրամփի մոտեցումը ցնցում է ստեղծել բայց դա չի կոչվում որ տրանսատլանտիկ համակարգը փլուզվելու է եւ Միացյալ Նահանգներ եւ եվրոպական միության կամ եվրոպական տարբեր երկրների այդ հարաբերությունները փլուզվելի են կամ ՆԱՏՕ-ն եւ այլն փլուզվելի եւ այլն այդ խոսակցությունները բնականաբար չափազանցված խոսակցություններ են որ շատ կարևոր հակասում նայեք, բայց Եվրոպան գիտակցեց, որ Միացյալ Նահանգների ներքին քաղաքականությունը, այո, նույնը չի, քաղաքական մշակույթը նույնը չի եւ իրենց արտաքին քաղաքականությունը ամբողջովին փոխվում է։ Այդ առումով Եվրոպան հասկանում է, որ բնականաբար Միացյալ Նահանգները տևական լինելու է համաշխարհային հեգեմոնը լինելու է ամենահզոր երկիրը, բայց այս հզոր երկիրը այլևս չի ուզում կամ չի նախընտրում, այո, լինի տրանսատլանտիկ համակարգի ամենագլխավոր դերակատարը։ Այո։ Եվրոպան հասկանում է, որ Միացյալ Նահանգների տեսանկյունից այն ռեսուրսները, որ իրենք հատկացրել են այս վերջի 60 տարին, նամանավանդ այս վերջին 30-35 տարի, երբ որ սառը պատերազմը վերջացավ, Միացյալ Նահանգները ասում են, որ մեր շահերը բխում են, որ մենք ավելի զբաղվենք մեր ներքին քաղաքականությունով, մեր խնդիրներով, ոչ թե տևական զբաղվենք արտաքին եւ տարբեր երկրների շահերով։ Եվրոպան սա վերջապես հասկացավ եւ ընկալեց եւ հիմնված այդ իրադարձության վրա, այդ նոր դրամաբանության վրա եվրոպացիները սկսել են զբաղվել չոր ուժով եւ իրենք հասկացան, որ իրենց ամուր հարաբերությունը Միացյալ Նահանգների հետ փոխվում է, այսինքն հարաբերությունը ամուր մնալու է։ Թրամփը դա չի կարող փոխի։ Ով Թրամփից հետո որ գա, փորձել է վերականգնեցնել այդ հարաբերությունները։ Բայց անվտանգությունը այնքան նուրբ եւ այնքան յուրահատուկ եզրույթ է, որ չես կարող երբեք ռիսկի դիմես։ Եվ եվրոպացիք դա գիտակցեցին։ Երբ որ Մակրոնը եւ Ֆրանսիան Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ ասում էին, որ մենք պետք է փոխենք մեր մոտեցումը եւ անվտանգության տեսանկյունից, այլևս չեն կարող ամբողջովին գտնվենք Միացյալ Նահանգների կախվածության համակարգի մեջ, Եվրոպան ասեց, մյուս երկրները ասացին, չէ, նայեք, սա միայն 4 տարվա խնդիր է, Թրամփից հետո կվերադառնանք անցյալին եւ այլն եւ հասկացանք որ անցյալին վերադառնալ չի լինելու այո հակառակը պետք է նայենք տեսնենք եվրոպացիացի պետք է տեսնենք ապագան ինչ է նմանվելու եւ վերջապես Եվրոպան պետք է ինքնություն ցույց տա այո իրենք պետք է ցույց տան որ իրենք կարող են իրենց ինքնությունների իրենց անվտանգության խնդիրները լուծեն եւ ձեռք բերեն նոր ճարտարապետություն մենք գտնվում ենք ներկայիս այդ փուլի մեջ որ Եվրոպան այդ անցումային փուլի մեջ է Միացյալ Նահանգների կախվածության համակարգից դուրս է ելնում
եւ փորձում է կառուցի նոր համակարգ։ Եվ այս անցումային պահը բնականաբար ոնց որ մենք քննարկեցինք ահագին անորոշություն, փոքր եվրոպական քրես կարող պանիկա ստեղծի, ցնցումներ են լինելու, բայց դա բնական է, որովհետև յուրաքանչյուր անցումային փուլը ստեղծում է այդ տեսակի պահեր եւ իրավիճակներ։ Նույն ժամանակ, եթե սա կապենք Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները, այո, Միացյալ Նահանգների Ուկրաինայի հակամարտությունը եւ եվրոպացիները եւ Ուկրաինայի հակամարտությունը, այդտեղ տեսնում ենք, որ իսկապես այնտեղ խնդիրներ կա, որ երկու կողմերը իրար չեն հասկանում։ Թրամփը ոնց որ մենք քննարկել ենք, նա ամբողջովին բրդում է երկու կողմին, նամանավանդ ճնշում է դնում ուկրաինացիների վրա, որ գնան դեպի խաղաղության եւ կնքեն խաղաղության պայմանագիրը, եվրոպացիք էլ ասում են, որ մինչև չլուծենք այն հանգամանքային խնդիրները, որ այս հակամարտությունը տևական շարունակվում է, այս արհեստական խաղաղությունը ժամանակավոր է լինելու։ Հիմա այդ պահի շուրջ եվրոպացիք ասում են, որ այն խաղաղությունը, որ Թրամփի վարչակազմը տեսնում է, այո, նախատեսել է, դա իսկապես խաղաղություն եւ կայունություն չի բերելու։ Թրամփի վարչակազմն ասում է, ժողովուրդ, նայեք, պետք է մի հատ զինադադար լինի, կանգնացնենք հակամարտությունը, դրանից հետո մյուս բոլոր հարցերը կլուծենք։ Այսինքն սա ռազմավարության խնդիր է եւ երկու կողմերը տարբեր մոտեցում ունեն։ Բնականաբար Միացյալ Նահանգների տեսանկյունից, որ Միացյալ Նահանգներին ֆիզիկապես վտանգ չի սպառնում այս հակամարտությունից, Թրամփի վարչակազմը կարողանում է մոտիկանալ այս հարցի շուրջ, ոնց որ իրենք մոտիկանում են, բայց եվրոպացիների տեսանկյունից իրենք ասում են, որ բայց նայեք, Ռուսաստանը արդեն հասել է մեր սահմանները, Բալտիկայի մտահոգությունը կա, Սկանդինավյան երկրների մտահոգությունը կա եւ այլն։ Այդ առումով մենք չենք կարող մոտիկանանք այս հակամարտությանը նույն пассив ձևի կամ այն դրական օպտիմիստիկ ձևով, ոնց որ Թրամփի վարչակազմն է մոտիկանում, որտեղ Եվրոպան ասում է, որ մենք հասկանում ենք Պուտինի լայն ռազմավարությունը որն է եւ մենք չենք խափնվելու, որ եթե ինքը համաձայնվի օրինակ ժամանակավոր զինադադարի կամ համաձայնվի արհեստական խաղաղությանը, ոնց որ տեսանք 14 թվին, այո, նա նորից կրկնելու է։ Այդ տեսանկյունից այս հարցի շուրջ չեն կարող համաձայնության գան, դա է ստեղծում ներկայիս այս թեթև բանավեճը եվրոպացիների եւ Միացյալ Նահանգների մեջ։ Բայց օրվա վերջ բոլոր փաստերը ապացուցում են, որ Միացյալ Նահանգները կամաց վերադառնալու է եւ միանալու է Եվրոպական միության հետ եւ համաձայնության են գալու, որովհետեւ Պուտինի վերցրած ապակառուցողային քայլերը արդեն Թրամփին բարկացնում են։ Թրամփը բարկանում է այս հարցի շուրջ։ Թրամփը շատ հույսով էր, որ եթե ինքը ճնշում դնի Ուկրաինայի վրա, կոպիտ ասած Զելենսկիին մի քիչ ամաչացնի եւ ցույց տա մի հատ միջազգային համայնքին, որ Զելենսկին իրեն է ենթարկվում, դրա համար Ուկրաինան գնալու է դիմելու այն քայլերին, որը որ Միացյալ Նահանգները պահանջի, այո, Թրամփը կարծում էր, որ դա ցույց տալով նա Պուտինին կապացուցի, որ դու պատճառ չունես, որ չնստես բանակցության սեղանը եւ խաղաղության չհամաձայնվես, որտեւ ես Զելենսկիին ստիպել եմ, բերել եմ, նույնա ենթարկվելու է։ Բայց այդքանից հետո տեսնում է, որ Պուտինը նորից շարունակում է իր ձևերով, դերասանական ձևերով, ապակառուցողային քայլերով եւ այլն։ Եվ մինչեւ Թրամփի վարչակազմը համոզվի եւ մոտիկանում ենք դրան, որ իսկապես Պուտինը երբեք չի համաձայնվելու այն խաղաղության պայմաններին, որ Միացյալ Նահանգները ուզում է, այդ ժամանակ կտեսնենք, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը ավելի գնալու է եւ համաձայն է լինելու եվրոպացիներին։ Պարոն Կոպալյան, այս ամենը իհարկե չափազանց կարևոր է Հայաստանի համար, որովհետև առաջինը մենք Միացյալ Նահանգների հետ ունենք ռազմավարական գործընկերության խարտիա եւ առաջնորդվում ենք դրանով։ Իդեպ երբ վարչապետ Փաշինյանի եւ պետքարտուղար Ռուբիոյի միջև հեռախոսազրույց տեղի ունեցավ, պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ էլ նշվում էր, որ ռազմավարական գործընկերները քննարկեցին իրենց ընդհանուր շահերը, մեջբերման ավարտը, հա, սա ամերիկյան ընկալումն է։
Երկրորդը Եվրամիությունը, որի հետ կապված մարտի 26-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը վերջապես ընդունեց այդ երկրորդ ընթերցմամբ օրենքը, ըստ որի Հայաստանը քաղաքական կուրս է վերցնում դեպի Եվրամիության լիիրավ անդամակցության եւ կրկնեմ, որ սրան տրված է այլևս օրենքի ուժ։ Եվ երրորդը ինչ ենք մենք տեսնում, Ռուսաստանի կողմից ուղղակի ամենաայլանդակ դրսևորումները հիբրիդային հարձակումների, բավական է Գյումրիի ընտրություններում տեսնում ենք ինչ է կատարվում, քիչ առաջ էլ մենք տեսանք որ բռնություններ նույնիսկ կան տեղամասում, ընդ որում դրանք կազմակերպվում են ռուսական աղբի կողմից, ովքեր անհասկանալի ձևով մեծ առնչություններ ունեն այս ընտրության հետ, ռուսական համարներից ընտրակաշառք են բաժանել, այսինքն պատկերը ապականելու, փչացնելու, այսպես շատ հստակ կոորդինացված կամպանիա է տարվում Հայաստանում։ Հիմա սրան էլ գումարվում է այն, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմում որպես գործիք օգտագործում է նաև Ադրբեջանի գործոնը։ Եվ խաղաղության պայմանագրի չստորագրումը, այսպես ասենք, սրա կարևորագույն բաղկացուցիչն է։ Այս ամենում ձեր գնահատականը այս ամենը ինչ է տեղի ունենում, ըստ ձեզ եւ Միացյալ Նահանգները որքանով շահագրգռվածություն կցուցաբերեն այստեղ, այսպես ասենք, որոշակի խաղի կանոններ հաստատելուն ուղղված։ Համեցեք։ Պատասխանեմ հարցի առաջին մասը, Միացյալ Նահանգները իսկապես որոշում են կայացրել եւ այն նոր ռազմագործությունը, որ իրենք մշակում են Հարավային Կովկասի եւ Հայաստան-Ադրբեջանի հետ կապված, իրենց համար այս նոր առողջության համար առաջին խնդիրը որ խաղաղություն ապահովելն է։ Ես այս թեմայի մասին մենք շատ ենք խոսացել։ Եվ Միացյալ Նահանգները հստակ ձևի հասկանում են, որ խնդիրը Ադրբեջանն է։ Եվ այն ռեսուրսները եւ այն հսկայական գումարները, որ Ադրբեջանը ծախսել է եւ հատկացնում է, որ նա կարողանա Վաշինգտոնում ազդեցություն ձեռք բերի, վերադառնա այն դիրքերին, որ նա անցյալում ուներ եւ կարող էր ճնշել կլեր Սպիտակ կլեր կոնգրեսը, կլեր State Department-ը, այս ամբողջ ջանքերը, որ Ադրբեջանը ներկայիս ցապում է, Ալիևը պարտվել է Վաշինգտոն DC-ում։ Ներկայիս նա պարտվել է, որովհետև ամեն ինչ, որ ինքը փորձեց, չստացվեց եւ արդյունք չբերեց։ Այդ առումով մենք տեսանք Մայք Վալցի զանգը Հիկմետ Հաջիևին, Թրամփի վարչակազմին եւ իրենք իսկապես ծված էին։ Նույն ժամանակ մենք տեսանք անցած շաբաթ Մարկո Ռուբիոյի արտգործնախարարի զանգը վարչապետ Փաշինյանի հետ եւ դուք ոնց որ նշեցիք, նա հստակ ձևի հայտարարեց, որ երկու ռազմավարական գործընկերներ են իրար հետ քննարկել, այսինքն ոչ թե Հայաստանն ու Միացյալ Նահանգները, ոչ թե անգիրային երկիրները, բայց ռազմավարական գործընկերներ են իրար հետ քննարկել այս հարցը։ Եվ բնականաբար նշեց, որ Միացյալ Նահանգների եւ այս ռազմավարական ընկերների համար էսկալացիան անընդունելի է։ Այսինքն տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները շատ հստակ ձևի ասել են, որ սա է իրենց հայեցակարգը Հարավային Կովկասի հետ կապված, իրենք դա են պահանջում Հայաստանից եւ Ադրբեջանից, եւ իրանք շատ հստակ ձևի հրապարակում են, որ Ադրբեջանն է խնդիրը, խնդրեմը եւ Հայաստանը կառուցողային կողմն է։ Այդ տեսանկյունից ինչ է լինում։ Հայաստանը դիրքավորվում է, այո, Հարավային Կովկասում, որպեսզի խաղաղության կողմի, այսինքն խաղաղություն հաստատող կողմը, կառուցողային կողմը եւ Ադրբեջանը ներկայանում է որպեսզի ապակառուցողային ագրեսիվ կողմը։ Այսինքն եթե մինչեւ 20 թիվը, 18 թիվը հակառակներ, այո, տարբեր մայրաքաղաքներում աշխարհով մեկ, նամանավանդ Վաշինգտոնում, ներկայիս դա ռևերս եղել եւ փոխվել է։ Եվ Ալիևը հիմա ջանք է թափում, որ ապացուցի, որ ոչ, տենց չի։ Իրենք ուզում են Արևմուտքին եւ Միացյալներին ապացուցեն, որ Հայաստանը խոսում է խաղաղության լեզվով, բայց պատրաստվում է պատերազմի։ Եվ Մայք Վալցն ու քարտուղար
Ռուբիոն հստակ ձևի նշեցին, որ անընդունելի է տրամաբանությունը եւ ասացին խնդրում ենք մեր ինտելեկտը մի վիրավորեք այդ տգետ եւ անմակարդակ արտահայտություններով։ Այսինքն Բաքուն ներկայիս ցնցման մեջ է, որովհետեւ իրենք չեն իմանում Թրամփի վարչակազմի հետ եւ Սպիտակ տան հետ ոնց խոսեն։ Ամեն ինչ փորձում են եւ չի ստացվում։ Բայց նույն ժամանակ տեսնում եմ, որ վարչապետը այցելում է Միացյալ Նահանգներ, հանդիպում է փոխվարչապետի հետ, Ռուբիոն այս ջերմ զանգ ունեցավ վարչապետ Փաշինյանի հետ։ Այսինքն Ալիևն եւ Ադրբեջանը դուրս են մնացել, այո, Միացյալ Նահանգներ եւ Հարավային Կովկաս դիսկուրսիայից եւ չեն կարող ձև գտնեն, որ իրենք ոնց կարան հետ տեղավորվեն։ Եվ դա բնականաբար լուրջ խնդիրներ է ստեղծում Ալիևի համար։ Այդ առումով հավանականությունը բարձր է, որ Ալիևը կարող է զբաղվի էսկալացիայով, որ նա ուշադրություն ստանա։ Այո, շատ հավանական է, որ նա կդիմի էսկալացիայի, որ բերի ներգրավի Միացյալ Նահանգներն Արևմուտքին եւ ասի՝ նայեք, մենք խնդիր ունենք, եկեք լուծենք։ Եվ բնականաբար բոլորը ասում են, բայց այդ քայլով Միացյալ Նահանգները մեղադրելու է Ադրբեջանին։ Ալիևը պատրաստ է ներկայիս, այո, օգտագործի դիվանագիտական կապիտալը, որ մեղադրվի, բայց գոնե ասի, տես, ես ձեր ուշադրության կենտրոնն եմ դարձել, հիմա եկեք սկսենք խոսալ այս հարցերի շուրջ։ Այսինքն Ալիևը ասում է, որ իմ ձայնը չեք լսում։ Եվ եթե ես պետք է ապակառուցողային քայլերի դիմեմ, որ ձեզնից բացասական ուշադրություն ստանամ, ես պատրաստ եմ այդ բացասական ուշադրությունը ստանամ, միայն ինձ ուշադրություն տվեք, այո։ Յուրաքանչյուրի համար սա կարող է ասեն, որ սա հակասություն է, բայց բնականաբար ռազմավարություններ կան, որ օգտագործում են հակասության հանգամանքները, որ հարաբերություններ կարող արան հիմնավորեն։ Ալիևը դրանից է կախված, որտեղ բոլոր ամեն այլ անդրանքներ այլ տարբեր քայլին, որ ինքը դիմեց, արդյունք չբերեց։ Նույն ժամանակ, երբ որ այո, տեսնում ենք, որ Հայաստանը կարողացավ, այո, Բայդենի վարչակազմից անցնելով Թրամփի վարչակազմը պահպանել այն ամուր հարաբերությունները, մենք սրա մասին քննարկել էինք, այո, այն մտահոգությունները եւ արհեստական ցնցումները, որ փորձեցին Հայաստանում անդիմությունը տարածել կամ Սփյուռքի այդ ապակառուցողային ֆակցիաները, դաշնակները եւ այլն փորձեցին այն նարատիվը կառուցեն, որ Հայաստան Միացյալ Նահանգները վտանգի մեջ են, որտեղ Թրամփի վարչակազմը անելու է սա, անելու է նա, բոլորին ներկայիս ակնհայտ է, որ ոչ, այլ ինստիտուցիոնալ ամուր հարաբերություններ շարունակվում է եւ Հայաստանը ներկայիս ունի շատ առողջ հարաբերություն Սպիտակ տան հետ։ Այդքանը իրականացվելով, այո, մենք հասկանում ենք, որ Հայաստանը գնալով հզորացնելու է իր ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ։ Զուգահեռ այդ գործընթացին կամ ձեր երկրորդ հարցին, սա այդ նոր օրենքը, որ մենք անցկացնենք, այո, եւ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպական միություն։ Նայեք, բնականաբար այս ճանապարհը հեշտ չի լինելու։ Եվ այս ճանապարհը կարճ չի լինելու։ Այո, Հայաստանը ահագին աշխատանք ունի եւ մենք պետք է նախատեսենք, որ 5-ից 10 տարի մենք պետք է ջանք թափենք, որ մոտիկանանք եւ հասնենք այն ստանդարտներին, որը եվրոպացիները պահանջում են, որ նոր կարողանանք լուրջ քննարկենք, անդամ լինելու ենք թե ոչ։ Շատ բարի։ Բայց շատ ամենակարևորը իմ համար հետեւյալն է։ Այն քայլերին Հայաստանը որ դիմի, այո, որ հասնի եվրոպական միության ստանդարտներին, այն բարի փոխումները, զարգացումները, ջանքերը, մշակույթի զարգացումները, փոփոխություններ եւ այն աշխատանքները, որ մենք պետք է իրականացնենք, այո, որ հասնենք այդ նպատակին, ինքս ինքյան Հայաստանը զարգանալու է այդ գործընթացով։ Այսինքն հեռանկարը բնականաբար եվրոպական միության անդամ լինելն է։ Բայց այդ process-ը մինչև այդ անդամ դառնալը Հայաստանը այնքան ներդրում է անելու, այո, իր ինստիտուցիաները զարգացնելով, իր կրթությունը, իր անվտանգությունը, իր մշակույթը եւ այլն, որ մինչև հասնենք այն կետին, որ մենք պատրաստ ենք եվրոպական միություն ընդունվել, ու նորից չեմ կարող ասեմ 5 տարի կլինի թե 10 տարի, դա գիտական է։ Հայաստանը արդեն լինելու է, այո, որակյալ երկիր, զարգացած երկիր։ Այդ առումով այս ճանապարհը դեպի Եվրոպա միայն եվրոպացիների մասին չէ կամ եվրոպական միության անդամ դառնալու մասին չի։ Դա լավագույն, այո, արդյունքը կլինի։ Բայց այս գործընթացի մեջ
Հայաստանը կարողանալի է ստանալ այն ռեսուրսները, այն կարողությունները, որ մենք իսկապես դառնանք Հարավային Կովկասի ամենաառողջ եւ զարգացած ժողովրդավարական տնտեսական երկիրը եւ ձեռք բերենք շատ առողջ անվտանգության ռազմավարություն եւ ճարտարապետություն։ Սա է ամբողջ խնդիրը։ Հիմա երբ տեսնում ենք Հայաստան Միացյալ Նահանգները շարունակում են ամրանալ, տեսնում ենք, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպական միություն եւ այս գործընթացը ոնց որ նշեցի, միայն հզորացնելու է Հայաստանին, բնականաբար Ռուսաստանի համար սա մեծ խնդիր է, բնականաբար Ադրբեջանի համար սա մեծ խնդիր է, եւ դրա համար ենք մենք տեսնում տևական հիբրիդային հարձակումները Ռուսաստանի կողմից։ Դրա համար ենք մենք տևական տեսնում, որ Ռուսաստանը ոնց է օգտագործում Ադրբեջանին որպեսի պրոքսի այս հարցի շուրջ, որ տևական անկայունություն ապահովեն տարածաշրջանում։ Եվ ոնց որ դուք նշեցիք, այո, Գյումրիի ընտրություններին ներկայիս որ տեսնում ենք, ինչ որ տեսնում ենք, սա բնականաբար պատահական չի, այո, նայեք, հետազոտությունը ցույց է տալի, երբ որ ովքեր որ զբաղվում են այս հիբրիդային հետազոտական աշխատանքներով, ընտրական փուլը, ընտրությունները համարվում են շատ կարևոր շանս, որ այն երկիրները, որ զբաղվում են հիբրիդային պատերազմով, որ օգտագործեն այդ պահը եւ ավելի զարգացնեն իրենց հարձակման կարողությունները։ Մենք սա տեսանք Մոլդովայում, մենք սա տեսանք Ռումինիայում, այո, բնականաբար մենք սա նախատեսել ենք Հայաստանում, Գյումրիում։ Եվ նույն բանը տեսնելու ենք, այո, մյուս տարվա ազգային ժողովի ընտրություններին։ Այսինքն պատահական չի, որ Ռուսաստանը օգտագործում է իր պրոքսիները Հայաստանում, այո, որ ոչ թե միայն խնդիրներ ստեղծեն եւ այսինքն փորձեն ներքին անկայունություն ստեղծեն քաղաքական դաշտում։ Միայն դա չի։ Իրենք ուզում են պղտորեն եւ վնասեն Հայաստանի ժողովրդավարական մշակույթը, որ քաղաքացին նայի եւ ասի, սա ինչ լկտի վիճակ է, սա անընդունելի իրադարձություններ է, հիասթափի քաղաքացին, հիբրիդային պատերազմի համար առաջին նպատակը, այո, որ ներքին խոչընդոտներ, դեմոտիվացիա Այո, եւ այսինքն այլ բոլոր ինչ բացասական բառ կարող ենք մենք օգտագործենք, այո, ամբողջ նպատակը որ դա հիմնավորի X երկրում եւ այդ երկիրը խնդիր ունենա եւ չկարողանա զարգացնի իր ժողովրդավարական կարողությունները։ Սա է ամբողջ նպատակը։ Եվ բնականաբար մամուլը շատ ժամանակ ուզելով կամ չուզելով գործիք է դառնում այս գործընթացին, որովհետեւ իրենք ասում են օրինակ X տեխնացուն սա է հայտարարել, բայց իրենք չեն բացահայտում այդ տեխնացուն ազնիվ ձև է ներկայացնում, ստում է, թե փաստերը իր կողմ են։ Մինչև այդ բոլորը բացահայտում է, արդեն քաղաքացին ընկնում է անորոշ վիճակի մեջ, շփոթության մեջ, եւ հիբրիդային պատերազմի համար առաջին նպատակը, որ այո, ստեղծի այդ անորոշ, այո, անկայուն իրավիճակը եւ դա թույլ է տալի, որ իրենք օգտագործեն իրենց հիբրիդային ռազմավարությունը եւ ավելի զարգացնեն հարձակումների մակարդակը, որտեղ եթե ունես կայունություն եւ մի մակարդակի որոշ իրավիճակ, այդ ժամանակ դժվար է լինում կիրառել հիբրիդային գործիքները, բայց երբ որ ունենում ես անկայունություն եւ անորոշ վիճակ, բնականաբար այդ գործիքների կարողությունն ավելի հզորանում է։ Ընտրական փուլում այո, այդ գործիքները ավելի լավ են աշխատում այդ հիբրիդային հարձակումների ժամանակ։ Սա շատ ակնհայտ է Ռումինիայում։ Այո, տեսանք, որ Ռումինիայում Ռուսաստանը շատ խելացի ձևի օգտագործեց իր հիբրիդային կարողությունները, որովհետև ընդդիմության մեծամասնությունը, այո, ովքեր որ քվեարկեցին այդ տեխնացուին, իրենք չէին գիտակցում, որ իրենք մասնակից էին դառնում այդ հիբրիդային հարձակումների։ Նույն բանը մենք տեսնում ենք Հայաստանում, այո, բնականաբար Գյումրիում կան մի քանի կուսակցություններ, որը հավատարիմ են քոչարյանական թևին, ռուսական թևին, պրոգրեմին թևին, եւ դրանք գիտակցելով մասնակցում են այս հիբրիդային հարձակումներին։ Այո, դաշնակները գիտակցելով մասնակցում են այս հիբրիդային հարձակումներին։ Բայց քաղաքացիներ կան, որ տեղեկություն չունեն, որ չեն գիտակցում, որ այդ դիսկուրսիա լսելով կամ այդ նույն բանը արձագանքելով կամ մամուլը ոնց որ ես ասեցի, այո, նույն բանը արձագանքելով իրենք չեն գիտակցում, որ իրենք դառնում են մասնակից, բայց դա իրենց նպատակը չի։ Այդ առումով պետք է այո, իսկապես ընդունենք, որ Ռուսաստանի հիբրիդային հարձակման մակարդակը բազմաշերտ է։
Հայաստանի համար մենք որ տեսնում ենք, որ իսկապես մենք ունենք շատ առողջ քաղաքական մշակույթ այդ առումով եւ մեր դիմակայունության կարողությունները թույլ է տալի, որ այդ ցնցումները մի մակարդակի չեզոքացնենք, Ռուսաստանը չի հասնելու իր նպատակին։ Այն պրոքսիները, որ մասնակցում են այս հիբրիդային հարձակումներին, իրենք չեն հասնելու իր նպատակին։ Բայց դա չի կոչվում, որ իրենք չեն կարող մի ձևի վնասեն, այո, իսկապես դա բացասական հետևանք թողելու է։ Բայց նույն ժամանակ մենք կարող ենք օգտագործենք այդ բացասական հետևանքները դասեր քաղենք դրանից, այո, եւ ձեռք բերենք դիմակայունության կարողությունները եւ չեզոքացնելու գործիքները, որ միշտ տարվա ընտրություններին այս հարձակումները, որ նորից Ռուսաստանը կիրառի եւ ավելի լայն եւ ավելի հզոր մակարդակի, մենք գոնե պատրաստ ենք։ Պարոն Կոպալյան, տեսեք, այս ամենը նաև բարդանում է նրանով, որ Ադրբեջանի հետ այնուամենայնիվ խաղաղության պայմանագիրը համաձայնեցվելուց հետո էլ այսպես ստորագրման հեռանկար այս պահին չի տալիս, հա, եւ դրա ուղիղ ասենք մեղավորությունն Ադրբեջանինն է։ Ադրբեջանն շարունակում է համառել եւ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն էլ այս անորոշությունը շահագործելով ահագնացնելու է այս ուրեմն հիբրիդային հարձակումները Հայաստանի վրա, մանավանդ Գյումրիում այն ներքաղաքական մթնոլորտը, որը մենք տեսնում ենք ընդամենը տեղական իշխանության ընտրությունների, այս ամենը ոնց որ այսպես մոդել կամ մակետ դառնա նրան թե ինչ է սպասվում, բայց ավելի այլանդակ դրսևորումներով, ավելի մասշտաբային, ավելի անողոք, արդեն համապետական ընտրություններին ընդառաջ, մանավանդ մենք տեսնում ենք, որ արցախցիների չլուծված խնդիրներն էլ որոշ շրջանակներ փորձում են գործիքավորել եւ նորից ուղղել Հայաստանի Հանրապետության դեմ ըստ էության եւ նաեւ այս բոլորի շահառուն, գերագույն շահառուն մնում է Ռուսաստանը։ Մենք սա տեսնում ենք։ Ինչն է այստեղ բնորոշ։ Մենք տեսնում ենք, որ այս ամենին ինչով է դիմագրավում Հայաստանի Հանրապետությունը։ Առաջինը դա քաղաքացիների մեդիա գրագիտությունն է եւ երկրորդը քաղաքացիների ուղակի այդ խորշելի այդ վերաբերմունքը ընդհանրապես այդ ռուսական ազդեցության սուբյեկտների անցուդարձի շարժուձևի վարկու վարկի նկատմամբ, բայց մենք տեսնում ենք այստեղ պետությունը դերակատարում չունի, պետությունը ինստիտուցիոնալ հակազդեցություն այս ամենին չի ցուցաբերում։ Ռազմավարական կոմունիկացիաների ոլորտ շատ վատ վիճակում է։ Այս ամենում մենք տեսնում ենք, որ օրենսդրական փոփոխություն չկա, այսինքն Հայաստանում կարելի է շատ լեգալ ձևով քարոզել ընդդեմ Հայաստանի սուվերենության, անկախության, նույնիսկ տարածքային ամբողջականության եւ դրա համար ոչինչ չլինի։ Լավ, ինչ անենք սրա հետ։ Մի մասը, որ ներկայացիք համաձայն եմ, բայց այնտեղ կետեր կա, որ բնականաբար առողջ ծերի պետք է չհամաձայնվեմ։ Ասեմ, խնդիրը հետևյալն է։ Հայաստանը ունի առողջ ժողովրդավարական քաղաքական մշակույթ եւ դա թույլ է տալի, ոնց ես նշեցի, դիմակայի այդ հարձակումների, այդ հիբրիդային ցնցումների դեմ։ Սա շատ կարեւոր է։ Եվ եթե նայենք մենք համատական տեսանկյունից, տարբեր փոքր երկիրները, որ գտնվում են այն անվտանգության իրավիճակի մեջ, որ Հայաստանն է գտնվում, եւ տևական այդ հարձակումների մեջ, որ Հայաստանն է գտնվում, եւ նույն ժամանակ կարող են դիմանալ եւ շարունակեն պահպանել իրենց ժողովրդավարական համակարգը, պետք է նշենք, որ դա իսկապես շատ հսկայելի
եւ շատ մեծ աշխատանք է, որ կարող ենք մենք իրականացնենք եւ կառավարությունը կարևոր դեր է տանում։ Այո, ես համաձայն եմ, որ կարող է սա միշտ չեն հրապարակվում եւ կոմունիկացիայի խնդիրներ կան, բայց եթե տեսնում ենք, որ այդքան հարցակումներից հետո եւ այդ պրոքսիների աշխատանքից հետո եւ այս իրավիճակի մեջ գտնվելուց հետո մենք կարող ենք դիմանանք եւ աճենք, որ մենդ մի բան ճիշտ անում ենք։ Ես դա կասեի։ Բայց մյուս խնդիր կա, ոնց որ նշեցի, մեր ժողովրդավարական քաղաքական մշակույթը առողջ է եւ գնալով զարգանում է, բայց մեր քաղաքական մշակույթը ցավոք սրտի նամանավանդ երբ որ տենում ենք անդիմության դիսկուրսիայի մեջ, այո, երբ որ տենում ենք տարբեր քաղաքական ներկայացուցիչների մեջ, մեր քաղաքական մշակույթը ցածր է, որտեղ մենք չունենք այն դպրոցը, այո, որը զարգացած երկրների ունեն, դրա համար շատ ժամանակ քաղաքական ներկայացուցիչները քննարկում են այն թեմաները, որ իսկապես կապ չունի, այո, այդ սպეციფიկ իրավիճակի հետ, ոնց որ դուք նշեցիք, երբ որ մենք խոսում ենք Գյումրի ընտրությունների մասին, քանստեղ խոսան, այսինքն տնտեսության մասին, կրթական համակարգի մասին, այո, զարգացման մասին, քաղաքացիների կյանքի որակը ավելի ոնց կարան բարելավեն, քանստեղ խոսան այդ թեմաների մասին, խոսում են այն գլոբալ հարցերի հետ, որ իսկապես քաղաքապետը եւ ավականին ամբողջովին դեր չի տանում այդ գործընթացի մեջ։ Սա ցույց է տալի, որ քաղաքական մակարդակը, այո, մեր քաղաքագործիչների մեջ նամանավանդ լոկալ ընտրությունների առումով շատ ցածր է։ Սա է ամբողջ խնդիրը։ Հիմա վերցնում ենք ցածր քաղաքական մակարդակ, այո, եւ սա հակասում է զարգացած ժողովրդավարական քաղաքական մակարդակի հետ։ Եվ ունենում ենք այդ հակամարտությունը, որ ունենում ենք։ Սա է խնդիրը։ Բայց հետ կանք ձեր նշածին, այո, Ռուսաստանը կարողանում է շատ խելացի ձևի օգտագործի այդ հակասությունը, այո, որ կիրառի իր հիբրիդային հարձակումները։ Դրա համար մեզ ինչ է պետք, որ մեզ պետք է որ մեր քաղաքական մակարդակը զարգանա։ Պետությունը ձեր հարցին պատասխանեմ, շատ առողջ եւ ճիշտ ձևի զբաղվել է, որ ժողովրդավարական քաղաքական մակարդակը զարգացնի։ Դրա համար մենք կարող ենք դիմանանք այդ հարձակումներին։ Բայց որ լուծենք այն խնդիրները, որ դուք նշեցիք, մենք պետք է զարգացնենք մեր քաղաքական մակարդակը, եւ դա գալիս է դպրոցից, այո, դա ավելի շատ խորը եւ լայն քննարկման թեմա է, ներկայիս չենք մենք դրա մեջ, բայց ուզում եմ բացատրեմ, որ այնտեղ տարբերություն կա եւ պետք է մենք այդ նյուանսը շատ կարեւոր է մենք առողջի կարողանանք քննարկենք։ Ինչ որ վերաբերում է Ադրբեջանին, այո, ինչ որ վերաբերում է այս գործընթացին, այո, համաձայնագիրի հետ կապված։ Նայեք, ես EVN report-ում հոդված էի գրել հարցի շուրջ, որը ներկայիս տարածվում է եւ Բրյուսելում եւ Վաշինգտոն DC-ում քննարկում ենք այս հարցը։ Բոլորին ակնհայտ է, որ պատահական չէ Ալիևը եւ Բաքուն, այո, իրենք առաջ ընկան եւ հայտարարեցին, որ սաղ 17 կետերին, այո, համաձայնություն ունենք։ Այսինքն այն երկիրը, որ դեմ է եղել, այո, ապոկառուցողային դիրքեր է վերցրել, դանդաղացրել է խաղաղության գործընթացը, այո, միանգամից իրենք են հրապարակում, որ համաձայնության եք եկել այս ամբողջ հարցերի շուրջ։ Դրա նպատակը որն էր։ Բոլորից համար ակնհայտ է, նա ուզում էր Թրամփի վարչակազմի ուշադրությունը գրավել։ Այո, Ալիևի թիմը հասկացավ, որ Թրամփի արտաքին հայեցակարգը հիմնված է խաղաղության ապահովելու տրամաբանության վրա։ Եվ իրենք ասացին, որ եթե մենք կարողանանք այդ դիսկուրսիան վարենք եւ սկսենք խաղաղության մասին խոսալ, բնականաբար ուշադրությունը կգրավենք Թրամփի սպիտակ տանը եւ իրենք մեզ ուշադրություն կտան։ Իրենք այդ քայլին դիմեցին, բայց մյուս կողմից սկսեցին զբաղվել էսկալացիայով Հայաստանի դեմ։ Այո, այսինքն ինչին են գալի։ Այդ հայտարարությունը համաձայնագիրի հետ կապված Ադրբեջանը Հայաստանի հետ չէր խոսում։ Ադրբեջանը Միացյալ Նահանգների հետ էր խոսում։ Այո, բայց Բաքու ֆորումում Ալիևը այնտեղ էր ինքը Հայաստանի հետ խոսում։ Երբ որ սկսեց Հայաստանին վարկաբեկել, սադրանքների լեզվով խոսալ, պահանջներով սկսեց խոսալ, աբսուրդ պահանջներ ներկայացրեց, այսինքն պետք է հասկանանք, որ Ալիևը նորից օգտագործում է հակասության ռազմավարությունը, այո, որ արևմուտքին Միացյալ Նահանգների մի բան ասի, բայց Հայաստանի հանդեպ ուրիշը վերաբերվի։ Դա փլուզվեց, այդ ռազմավարությունը չաշխատեց, բայց դա էր Ալիևի նպատակը, բայց այստեղ շատ կարևոր կետ կա, ես ուզում եմ նշեմ։ Ալիևը գիտի, որ բացի այս թեման, որ մենք քննարկեցինք, այս ռազմավարությունը, որ մենք քննարկեցինք, Ալիևը շատ լավ գիտի, որ յուրաքանչյուր պահին, երբ որ Ադրբեջանը մի հայտարարություն է անում խաղաղության գործընթացի հետ կապված, կամ բանակցության գործընթացի հետ կապված, իրենք շատ լավ գիտեն, որ Ռուսաստանը
դա օգտագործելու է իր հիբրիդային ռազմավարության մեջ։ Դրա համար երբ որ Ադրբեջանը մի հայտարարություն է անում խաղաղության գործընթացի հետ կապված, Հայաստանի ընդդիմությունը պատրաստ է հարձակվի։ Այո, այսինքն սա պատահական չի, որովհետև եթե մենք ընդունում ենք ու բոլորի համար ակնհայտ է եւ փաստերը ցույց են տալի, որ Ռուսաստանի համար առաջին նպատակը անկայունություն ստեղծելն է, որ նա կարողանա կառավարի այս հակամարտությունը, այո, իրենք ամեն հիբրիդային ջանք թափելու են, որ խաղաղության գործընթացը դանդաղանա, խնդիրներ լինի, խոչընդոտներ լինի։ Դա էլ է բնականաբար Ալիևի ուզածը, մենք սրա մասին ենք քննարկել։ Ալիևը երբեք չի համաձայնվելու խաղաղությանը, որովհետև իր տեսանկյունից խաղաղության համաձայնվելը դա ոնց որ ինքը թույլ է տալի, որ Հայաստանը վերականգնվի եւ այն 20 տարվա ռեսուրսները, որ ինքը թափել է, որ ապահովի այս անհամաչափ անհավասարությունը, որ ունի Հայաստանի հետ, դա կարող է ջուրը գնա։ Ուրեմն Ալիևի շահերը բխում են, որ խաղաղություն չլինի, Ռուսաստանի շահերն են բխում, որ խաղաղություն չլինի։ Այո, միայն Հայաստանի շահերն են բխում, որ խաղաղություն լինի։ Բայց Հայաստանի մեջ այդ պրոքսի խումբերը, որ համագործակցում են Ռուսաստանի հետ, առանց գիտակցելու, որ Ադրբեջանի գործիքն են դառնում եւ խոչընդոտում են խաղաղության procesը, սա է ամբողջ խնդիրը։ Եվ իրենք ոնց են անում։ Իրենք օգտագործում են զիջումների տրամաբանությունը, այո, որ վարքաբեկեն եւ թերագնահատեն ամբողջ գործընթացը, բայց ցավով սրտի դա այնքան եւ կներեք, այնքան տգետ մոտեցում է, դա այնքան է հակասում այն բոլոր գիտական եւ հետազոտական աշխատանքը, որ տենում ենք դուրս է գալի բանակցությունների դպրոցից եւ այլ այնքան խորը աշխատանքը, որ գնում է այս հարցի շուրջ, որ իրենք չեն հասկանում, որ հետազոտությունը ցույց է տալի, որ իսկապես այնտեղ տրամաբանություն կա, որ զիջումները որպեսի մեխանիզմ օգտագործելը թույլ է տալի թույլ երկիրը հասնի իր նպատակներին, երբ որ այդ թույլ երկիրը բանակցում է ավելի հզոր երկրի դեմ։ Այո, իրենք ներկայացնում են զիջումների այս տրամաբանությունը որպեսի, չգիտեմ, ֆուտբոլի խաղ, 4 իրանք են ստացել, 0 մենք ենք ստացել, դրա համար պարտվեցին։ Շատ պրիմիտիվ մոտեցում է, այո, որտեղ հետազոտությունը իսկապես ցույց է տալի, որ երկիրներ կան, այո, ասենք բանակցություններ գործընթացներ կան, որ այն երկիրը, որ ավելի շատ զիջումներ է արել, հասել է իր նպատակին։ Այն երկիրը, որ ավելի քիչ զիջումներ է արել կամ զիջում չի արել, չի հասել իր նպատակին։ Հիմա ո՞րն է Հայաստանի Հանրապետության նպատակը։ Խաղաղություն ապահովելը։ Որտեղ եթե մենք խաղաղություն ապահովեցինք, մենք հասնենք մեր նպատակներին՝ տնտեսական աճ, ժողովրդավարական աճ եւ անվտանգություն ապահովելու։ Սա է մեր նպատակը։ Եթե մենք պետք է զիջումները օգտագործենք ռազմավարական ձևով, այո, թիրակացիաց ձևով, որ հասնենք մեր նպատակին, դա առողջ մոտեցում է։ Որն է Ալիևի նպատակը, որ խաղաղություն չհաստատվի եւ այս հակամարտությունը տևական շարունակվի, ոնց որ նշեցի։ Հիմա ինչին ենք գալի։ Հայաստանը կարող է անի 10 հատ զիջում։ Ալիևի համար մի զիջում կա։ Դա համաձայնվելն է խաղաղության։ Եվ դա իր համար պարտությունն է։ Այսինքն, երբ որ նայում ենք զիջումների մակարդակը, սա հիմնված չի թվերի վրա, քանի հատ ով է արել։ Այո, պետք է հասկանանք, որ վերջի արդյունքը որն է։ Եվ եթե խաղաղություն ապահովի, Հայաստանը հաղթում է։ Եթե խաղաղություն չապահովի, Ադրբեջանն է հաղթում։ Այն հիբրիդային հարցակումները, այն պրոքսիները, որ մասնակցում են այս հարցակումներին, իրանք առանց գիտակցելու, այո, գործիք են դառնում, որ ավելի հստակացնեն Ադրբեջանի շահերը, որովհետև երբ որ իրենք հարցակվում են այս Հայաստանի զիջումների ռազմավարության վրա, իրենք ինչ են ասում, որ ոչ չպիտի սա անենք, ոչ չպիտի նա անենք, ոչ չպիտի նա անենք, այսինքն իրենք ասում են, որ մեր զուտ նպատակը, որ խաղաղություն ապահովելն է, մենք դրան չպիտի հասնենք։ Եթե դա անենք, եթե գնանք այդ ճանապարհով, դու իսկապես ընկնում ես Ալիևի թակարդի մեջ։ Այո, նույն ժամանակ պետք է հասնի լինենք։ Բնականաբար զիջումների չափ ու սահման կա, բայց երբ որ ընդդիմությունը, այո, ռուսական պրոքսիներ տևական յուրաքանչյուր զիջումը ներկայացնում են որպեսզի դավաճանություն եւ այլն, դա խնդիր է։ Տեսանք, որ Հայաստանը, այո, այս կառավարությունը չզիջեց այս Զանգեզուրի կոչված
Միչանսկի խնդիրը չէ, ասես մենք պատասխանենք միջև վերջ կռվենք դրա համար, այո, բայց անդիմությունը ներկայացնում է, որ Հայաստանը պատրաստ էր սատար, նատար եւ այլն, դա բնականաբար Կրեմլի թեզերն են, այո, եւ այլն, այսինքն ինչին եմ գալի։ Քաղաքացին պետք է առողջելի հասկանա, որ զիջումը իսկապես առողջ ռազմավարական գործիք է բանակցությունների մեջ, եթե կարողանալու ես հասնես քո զուտ նպատակին։ Հայաստանի ժողովուրդը շատ հստակ ձևի ասել է եւ մանդատ է տվել այս կառավարությանը, որ խաղաղություն ապահովի։ Հայաստանը պատրաստ չի պատերազմ գնա, ազնիվորեն ոչ մեկ չի կռվելու, եթե պատերազմ լինի, այսինքն այդ արտադրությունը ինչի նկատի ունեմ, որ չեն կռվելու, որ գիտեն, որ մենք այդ կարողությունները չունենք, որ հաղթենք, ստիպված պաշտպանվելու համար բոլորս կկռվենք։ Բայց դա չի խնդիր, պրիմիտիվ ծայրահեղ բանը դիսկուրսիա է, էլի եկեք ազնիվ լինենք, այո, բոլորը հասկանում են, որ Հայաստանը պատրաստ չի պատերազմի, դրա համար ներկայիս մեզ խաղաղություն ապրել, եւ այս կառավարությունը այդ մանդատը ժողովուրդը տվել է, որ խաղաղությունը ապահովի։ Եթե այս կառավարությունը օգտագործելու է այդ զիջման մեխանիզմը, ռազմավարությունը, որ հասնի այդ նպատակին, ուրեմն այս կառավարությունը այո կատարում է ժողովրդի կամքը։ Յուրաքանչյուր պահին, եթե իրենք գնան զիջումների, որ Հայաստանի ժողովրդի համար անընդունելի է, վարկենական ժողովուրդը ոտի կհելնի։ Բայց ինչու է որ ընդդիմությունը ամեն ինչ անում է, բայց տեսնում է, որ ժողովուրդը ոտի չեն հելնում։ Իրենք չեն հասկանում, որ իրենց դիսկուրսիան, իրենց անազնիվ մոտեցումը այս հարցի շուրջ չի աշխատում։ Եվ սա է ամբողջ խնդիրը։ Եվ ինչի է երկար խոսացի այս հարցի շուրջ։ Սա մի օրինակ է, որ իսկապես մեր ժողովրդավարական քաղաքական մշակույթը, այո, առողջ է եւ կարող ենք մենք դիմադրենք այս տեսակի խնդիրների դեմ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Կոպալյան, ձեր այս չափազանց կարևոր ուշագրավ այս դիտարկումները, եզրակացությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար բարինան ձեզ։ Հաջողություն ձեզ։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Նևադայի համալսարանի պրոֆեսոր միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Ներսես Կոպալյանի հետ։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։